Հայաստանի 14 առաջատար բուհերի ղեկավարներին եւ ներկայացուցիչներին մեկ հարկի տակ է հավաքել Ինեկո բանկը Ինեկո կամպուս ծրագրով։ Ստորագրում են համագործակցության հուշագրեր, որով բանկը հայտարարում է խոշորամասշտաբ կրթական ծրագրի մեկնարկի մասին։ 1 միլիարդ դրամ է հատկացնում կրթության աջակցության ծրագրերին, փոխելով հարյուրավոր ուսանողների կյանքը։ Կրթության ֆինանսավորումը բացի անմիջական էֆեկտից ունի նաև հարատև երկարաժամկետ էֆեկտ։ Կրթության ֆինանսավորման միջոցով մենք ուզում ենք հասնել անհատ քաղաքացիների, անհատ շահառուների կրթության որակի բարձրացմանը, ուզում ենք հասնել որակյալ մասնագետների առկայությանը, որը կբերի Հայաստանի Հանրապետության տնտեսության եւ զարգացման տարբեր ոլորտներում էական մրցունակության աճի։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Ինեկո բանկը նախագծեր է իրականացնում տարբեր ոլորտներում, սակայն այս տարի կրթության ուղղությամբ ծրագրերը մասշտաբային են։ 2025-ի ծրագիրն առավել հավակնոտ է թե ուսանողների, թե մասնագետների համար նոր հնարավորություններով։ Կրթաթոշակ է տրամադրվելու 150 ուսանողի, փոխհատուցվելու է 15 ուսանողի 1 ուսումնական տարվա վարձը, 20 ուսանող հնարավորություն է ստանալու մասնակցելու այդ երկրում կարճաժամկետ ծրագրի, ֆինանսավորվելու է 30 մասնագետի մագիստրոսական կրթությունը արտերկրի թոփ 50 բուհերում։ Ինեկո կամպուսը 5 հիմնական ուղղություն ունի, որոնցից 3-ը այս տարի առաջին անգամ ենք մեկնարկելու։ Ծրագիրը որևէ նպատակ չի հետապնդում, որ ուսանողները պետք է աշխատանքի անցնեն մեզ մոտ կամ սովորեն տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում։ Ծրագրի նպատակը բուն կրթության ֆինանսավորումն է, որպեսզի յուրաքանչյուր իր իսկ ընտրած մասնագիտության մեջ հմտանա եւ դառնա մրցունակ մասնագետ։ Կրթական ոլորտին աջակցության ծրագիրը բանկը սկսել է 2023-ին Ինեկո բանկը քո կողքին նախաձեռնությամբ։ Մինչև հիմա ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեին 4 բուհի ուսանողներ։ Հաղթողների մի մասը ուսման վարձի փոխհատուցում է ստացել, մի մասը պրակտիկա է անցել եվրոպական որևէ երկրում, մյուսներն էլ միացել են Ինեկո բանկի թիմին։ Տարեստարի ծրագիրն ընդլայնվել է, մասնակիցների ու հաղթողների թիվն ավելացել։ Ինեկո բանկը քո կողքին ծրագիրը բացառիկ հնարավորություն էր ինձ համար, քանի որ ես հնարավորություն ստացա պրակտիկա անցնելու Ֆրանսիայի Նիս քաղաքում եւ զարգացնելու ինչպես իմ մասնագիտական հմտությունները, այնպես էլ ձեռք բերելու նոր ծանոթություններ, ընկերներ, որոնց հետ ես կապի մեջ եմ առ այսօր։ Երբ իմացա, որ Ինեկո բանկն ունի նմանատիպ ծրագիր, որի միջոցով ֆինանսավորում են ուսանողների վարձավճարները, ինչպես նաև հնարավորություն է տրվում արտերկրում ուսանելու եւ նաև արդեն ունեի նմանատիպ ընկերներ, ովքեր ունեցել էին այսպիսի փորձառություն, որոշեցի ես ինքս նույնպես դիմել եւ անցնել այս ճանապարհը։ Երբ որ դիմեցի ծրագրին, հաջողությամբ հաղթահարեցի բոլոր փուլերը եւ արդեն անցա բանկում աշակերտության HR բաժնում։ Ինեկո բանկ fait son travail de responsabilité sociale. Ինեկո բանկը գերազանց է կատարում իր սոցիալական պատասխանատվության աշխատանքը, հատկապես թիրախավորելով երիտասարդներին։ Համոզված եմ, որ այս տարի եւս մեր համալսարանից մեծ թվով ուսանողներ կօգտվեն այս ծրագրից։ Դրանք դրական ազդեցություն են ունենում երիտասարդների կարիերայի զարգացման ու մասնագիտական կայացման գործում։ Ce programme va prendre de l'ampleur dans toutes les universités. Այն ուսանողները, ովքեր այս ծրագրին մասնակցեցին, բացառիկ փորձառություն ստացան, որովհետև կարողացան պրակտիկ մակարդակում զարգացնել իրենց հմտությունները, կարողացան ուսումնառության ընթացքում տեսնել իրենց կարիերայի հեռանկարները եւ կարողացան նաեւ շատ սահուն կերպով ուսումից դեպի աշխատանք անցնել եւ նման նախադեպերը մեծ իմաստով չափազանց կարեւոր են ուսանողների մոտիվացիան բարձրացնելու տեսանկյունից։ Այս տարի ծրագրում ներգրավված են լինելու տարբեր ուղղությունների բուհեր։ Կան բազում ծրագրեր, որոնք ուղղված են ինչ-որ արտաքին էֆեկտ ստեղծելու վրա եւ շատ հազվադեպ են այն ծրագրերը, որոնք ուղղված են բազային արժեքներ ստեղծելու վրա։ Սա հենց այդ բազային արժեք ստեղծող ծրագրերից մեկն է եւ դեռևս ինձ հանդիպած երևի եզակիների թվին է պատկանում։ Կարևորը որ մեր պարագայում այստեղ երկու գլխավոր ազգակառույց, երկու ոլորտի հետ է աշխատում։ Առաջինը կրթությունը եւ երկրորդը մեր պարագայում արվեստը։ Այս տարի ծրագրի հատուկ բաղադրիչ է Ինեկո բանկի աշխատակիցների բակալավրում եւ մագիստրատուրայում սովորող երեխաների ուսման վարձի փոխհատուցումը։ Ինեկո կամպուս ծրագրին մասնակցելու սահմանափակումներ չկան։ Պայմանը մեկն է՝ արտասահմանում ուսումը շարունակած շահառուները պետք է վերադառնան Հայաստան եւ իրենց գիտելիքը ներդնեն երկրի զարգացման գործում։